Հունիսի 8-ից մեկնարկել է առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրումը։ Հայտագրելու համար պետք է ունենալ հաշիվ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցվելով my.emi.am հարթակում։ Ինչպես գրանցվել։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emi.am հարթակ։ Եթե ունեք էլեկտրոնային ստորագրություն, կարող եք նույնականացվել ESM ազգային հարթակով։ My.emi.am հարթակից պետք է անցում կատարել ESM ազգային հարթակ, սեղմելով համանուն կապույտ կոճակը։ Մուտք ESM հարթակի միջոցով դուք վերահասցեագրվում եք ESM ազգային նույնականացման հարթակ։ Մուտք գործելուց հետո համակարգն ինքնաշխատ ձեզ կվերադարձնի my.emi.am հարթակ։ Այնուհետև սեղմում ենք շարունակել։ Բացված էջում պետք է ընտրել նույնականացման տարբերակը՝ բջջային նույնականացման քարտով կամ նույնականացման քարտով։ Նշեմ, որ նույնականացման քարտի պարագայում պարտադիր է ունենալ քարտ ընթերցող սարք, իսկ բջջային նույնականացման քարտ ունենալու դեպքում պետք է ընտրել տվյալ տարբերակը եւ մուտքագրել հեռախոսահամարը, որով ակտիվացված է էլեկտրոնային ստորագրությունը։ Այնուհետև պետք է սեղմել բջջային նույնականացման քարտ տարբերակը, հավաքել ձեր հեռախոսահամարը, որով ակտիվացված է ձեր էլեկտրոնային ստորագրությունը։ Հեռախոսահամարը հավաքելուց հետո սեղմում ենք մուտք կոճակը։ Ձեր հեռախոսի էկրանին ցույց կտա, որ անհրաժեշտ է բջջային հեռախոսում մուտքագրել PIN կոդը։ Հեռախոսի էկրանին բացված դաշտում պետք է հավաքել ձեր էլեկտրոնային ստորագրության 6-անիշ կոդն ու սեղմել OK կոճակը։ Այնուհետև էջը կթարմանա եւ կարտացոլվեն ձեր անձնական տվյալները, այդ թվում ՀՑՀ-ն, անձը հաստատող փաստաթղթի համարը, գրանցման հասցեն։ Պետք է թողնել նաեւ կոնտակտային հեռախոսահամար եւ պահպանել տվյալները։ Ձեր տվյալները հաջողությամբ պահպանված են։ Ինչ անել, եթե չունեք էլեկտրոնային ստորագրություն։ Պետք է ստեղծեք հաշիվ։ Բացված էջում պետք է մուտքագրել ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, ստեղծել գաղտնաբար։ Գաղտնաբար դաշտի ներքևում կերևա հաղորդագրություն այն մասին, որ այն պետք է պարունակի առնվազն 8 նիշ, այդ թվում 1 փոքրատառ, 1 մեծատառ եւ 1 հատուկ նշան։ Կրկնել այն։ Այնուհետև ես ռոբոտ չեմ դաշտում դնել թռչնանշան եւ սեղմել ստեղծել իմ հաշիվը կոճակը։ Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ անհրաժեշտ է ակտիվացնել հաշիվը։ Էջը կթարմանա, կնշվի, որ ձեր էլեկտրոնային փոստին ուղարկվել է մեկանգամյա գաղտնաբար, որը 6-անիշ թիվ է։ Անհրաժեշտ է մուտքագրել ստացած գաղտնաբարն ու սեղմել հաստատել կոճակը։ Էջը կթարմանա, որից հետո անհրաժեշտ է նույնականացվել։ Սեղմեք էջի վերին աչանկյունում գտնվող սլաքի կոճակն ու անցում կատարեք անձնական տվյալներ բաժին։ Պետք է սեղմել ESM նույնականացում կապույտ կոճակն ու իրականացնել նույն քայլերը, ինչ որ պահանջում էր ESM տարբերակով հարթակում գրանցվելու համար։ Ի դեպ, կարող եք հրաժարվել ESM նույնականացումից եւ սեղմել հրաժարվել ESM նույնականացումից համանուն կոճակը։ Այդ պարագայում անհրաժեշտ կլինի ձեռքով մուտքագրել անձնական տվյալները, այդ թվում ՀՑՀ-ն, անուն ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը եւ սեղմել բեռնել տվյալները համանուն կոճակը։ Կստուգվի տվյալների համապատասխանությունը բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հետ, որից հետո էջը կթարմանա։ Կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ նույնականացումը հաջողությամբ կատարված է։ Անհրաժեշտ է նաեւ նշել կոնտակտային հեռախոսահամար, որպեսզի ուսումնական հաստատությունից կարողանան կապ հաստատել ձեզ հետ։ Պետք է պահպանեք տվյալները ավարտելով my.emi.am հարթակում նույնականացման գործընթացը։